Սաշարի ախտորճանաչվեց Կարմիրակյան բրսկամարտիկ Գերամ Ահարոնյանը Մարտունին։ Ներկայացնում է Վայոց-Ձորի մարզը, Եղեգնաձոր քաղաքը, Արենի համայնքը, շատ հիանալի մրցաշարեր։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս գեղեցիկ միջոցառման առթիվ, այս միջոցառումը կազմակերպողներին, հանձինս պարոն Սարգսյան ձեզ, այս գեղեցիկ օրը նվիրելու մեզ մեր երեխաներին։ Հայդեն, շարունակա։ Բացարձակառույց մրցաշարի ախտորճանաչվեց Ալբան Խաչատրյանը Մարտունի մարզադպրոց։ Ալբան Խաչատրյան Մարտունի Նարեկ Գաբրիելյան Սաշարի ախտորճանաչվեց Գորգ Պողոսյանը Մարտունի մարզադպրոց։ Ներկայացնում ենք Սյունիքի մարզը, թվով 30 մարզիկներ ներկայացան այս մրցաշարին, բավականին լավ անցավ, անփորձանք եւ շատ տպավորված են։ Շնորհակալություն կազմակերպիչներին, հանձինս Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանին, այսպիսի հնարավորություն ընձեռնելու համար։ Այս նմանատիպ մրցաշարերը միշտ էլ մեզ համար օգտավետ են, շահավետ են, մեր երեխաները զարգանում են։ Շատ շնորհակալություն պարոն Սարգսյանին։ Ախտորճանաչվեց Մամед Սարգսյանը Մարտունի մարզադպրոց։ Տադոյանը Մարտունի մարզադպրոց, Գյուղ Վաղաշեխ։ Ավարտվեց դրախտի 2026 ուրեմն բռնցքամարտի բացառաշնությունը, առաշնության մասնակցում են Հայաստան Հանրապետության տարբեր քաղաքներից եւ ուրեմն գյուղերից շուրջ 244 բռնցքամարտիկ։ Այսօր մեր Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ ուրեմն Սահակյանի գլխավորությամբ այս մրցաշարը անցկացվեց դրախտի համայնքում, այսպիսի գեղեցիկ տեսարժան վայրում, որի համար նաեւ շնորհակալություն եմ հայտնում մեր Սահակյանին, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր մասնակից մարզիչներին եւ այսպիսի մրցաշարեր նաեւ խթանք հանդիսանում, որպեսզի մեր մարզիկները ավելի բարձր եւ Հայաստանի Հանրապետության եւ միջազգային առանցքներին մասնակցեն լավ։